Անհետ կորած զինծառայողների ծնողներից մի քանիսը 7 ժամ սպասելուց հետո Պաշտպանության նախարարության շենք հանդիպման մտան։ Այն կարճ տևեց, որովհետև այն պաշտոնյան չէր, ում հետ ուզում էին հանդիպել։ Ինչ խոսամ, ես մի մարդու հետ, որին կյանքում առաջի անգամ եմ տենում։ Ինչ խոսամ, ոչ տելևիզորով եմ տեսել, ոչ թե եմ տեսել, ոչ մի անգամ չեմ տեսել։ Այդ մարդուն ինչ հարցնեմ։ Ծնողներն այս պահին էլ չեն հեռանում նախարարության մոտից։ Ծնողը ուզում է ճիշտ իմանա, իր երեխեն զոհվել է, վիրավորվել է, մի խոսքով էլի, ուզում են իմանան։ Անհետ կորած զինծառայողների ծնողները հարցեր ունեն զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանին, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանին, հետախուզության նախկին պետին։ Ուզում ենք այդ մարդկանց պրյամո երեսներին նայելով հարցնենք, խի է տենց եղել։ Իսկ եղել է այն, որ 44-օրյա պատերազմից հետո մինչև այժմ 172 զինծառայողի ճակատագիր անհայտ է, 19 քաղաքացիական անձինք նույնպես ոչ զոհերի, ոչ էլ գերիների ցանկում չկան։ 5 տարի շարունակ ծնողները տարբեր դռներ են թակում, որևէ տեղեկություն գտնելու հույսով։ Պատերազմական դժոխքի որ հատվածում ինչ հանգամանքներում են անհետացել իրենց որդիները, ծնողները սեփական հետաքննություններն են անցկացնում։ 5 տարի անց է, 5 տարվա մեջ ոչ մի անհայտ կորածի պատասխան չեն տվել։ Բայց որ խոսցնեմ, սաղ գործ են անում, ախպեր։ Սաղ, ում տենաս կառույցներից մենք աշխատում ենք, արա չէ, էլի չեք աշխատում։ Շաբաթ օրը 44-օրյա պատերազմի տարելիցին, մինչ զոհվածների հարազատները եռաբլուրում էին, սեփական զավակներին փնտրող ծնողները պաշտպանության նախարարության շենքի առջև էին։ Այստեղ նրանց խոստացան, որ կընդունեն երկուշաբթի։ Մեր ժողովուրդը եկել իրենց երեխեքի պատասխանն են ուզում, ախպեր իրանցից ոչ փող են ուզում, ոչ գործ են ուզում, ոչ մի բան չեն ուզում։ Այդ երեխեքին տարել է ախպեր, պատասխանը դու վсё։ Այսօր ծնողներին տեղեկացրին մի քանի հոգու կարող է ընդունել պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։ Նրան ծնողները տեսնել չեն ուզում։ Այսօր պիտի 30 ծնող ընդունեին, բայց ինչպես միշտ այս թույլիկ մորքուրները ոնց պատերազմ են թողել փախե, նույնը ծնողից փախեց։ Խույս են տալիս, հանդիպումը խույս են տալիս, վերջ։ Արման Սարգսյանը вообще մեզ չի էլ հետաքրքրում քուր։ Հասկացանք, որտեվ Արման Սարգսյանին բազմիցս տեսել ենք։ Մեզ հետաքրքրում էր 3 կառույցի մարդիկ, 3 պաշտոնյա մարդիկ, որ այդ մարդկանց հարցեր ունենք տալու, մենք Արման Սարգսյանին հարց չունենք տալու, ախպեր, դու ֆրցնելով գցելով ջեբներս չի կարելի, չէ։ Պաշտպանության նախարարության անցակետի մոտ իրադրությունը մի քանի անգամ լարվեց, ծնողները փորձում էին մուտքերը փակել, տեղում ավելանում էին ոստիկանական շարքերը։ Հարազատներից Արսեն Ղուկասյանի ինքնազգացողությունը վատացավ։ Այսօր երկրի ղեկավարն ասում է Արցախը դա Ադրբեջան է, դա Ադրբեջանի սուվերեն տարածքն է։ Այդ դեպքում հարց, պաշտպանության նախարարությունը նորից իրենց, ինչ եք տանում երեխեքին Ադրբեջան։ Դե հիմա այսպես հերել եք, ցաղովի գնացեք Ադրբեջան։ Գնացեք դուք Ադրբեջան, մեր երեխեքին բերեք Ադրբեջանից։ Դուք եք ախր տարել, ես չեմ տարել։ 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարցերով ազգային անվտանգության ծառայությունն է զբաղվում։ Ծնողներին այդ կառույցում բազմիցս ընդունել են, բայց նրանք կարծում են, որ պաշտպանության նախարարության այս 3 պաշտոնյաներն են, որ տվյալներ ունեն, որ կօգնեն բացահայտվի իրենց երեխաների ճակատագիրը։ Այս կառույցը տարել է մեր երեխեքին բանակ, տարեկցել է պատերազմի ամենաթեժ կետերը, ու ինքը քաշվել է, վсё, իր միսիան ավարտվեց։ Այդ հարցերը անպատասխան մեկը չի մնալու։ Մի ամիս կլինի, մի տարի կլինի, 5 օր կլինի, 7 տարի կլինի։ Մեկ այդ հարցերի պատասխանները իրանք տալու են։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության պայմանագրի 9-րդ կետով կողմերը պարտավորվում են համագործակցել անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման հարցով, փոխանակվել տեղեկություններով։ Կողմերը ճանաչում են այդ անձանց ճակատագրերի բացահայտման, այդ թվում մասունքների որոնման եւ ըստ պատշաճի վերադարձման, պատշաճ քննության միջոցով այդ անձանց առնչության բարդարության ապահովման կարեւորությունը, որպես հաշտեցման եւ վստահության ամրապնդման միջոց։ Այս առնչությամբ համապատասխան կարգավորումները կբանակցվեն եւ մանրամասն կհամաձայնեցվեն առանձին համաձայնագրով։ Օրեր առաջ Բաքվում էր Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրենը անվտանգության միջազգային ֆորումին էր մասնակցում։ Արդյոք անհետ կորած ու գերեվարված անձանց վերաբերյալ քննարկում եղել է, հայտնի չէ։ Ծնողներն ասացին, սպասում են հանդիպման, իսկ ընդհանրապես արդեն հույս չունեն, թե կիմանան որտեղ են իրենց որդիները։ Հավատ չի եղել, չկա ու չի լինելու։